ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեր ցավը տանեմ։ Ժողովուրդ ջան, մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը կենտրոնական ընտրական անձնաժողովին։ Մենք ներկայացրել ենք այնպիսի հիմքեր, որ ակնհայտ է դարձնում, որ այս ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր։ Մենք վերջին օրերին տեսանք նաև, թե ինչ գործողություններ էին կատարվել, ընտրություններին մասնակցած, ժողովրդի կողմից ձայներ ստացած Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում, եւ ակնհայտ էր, որ այդ մասով պետք է լինի վերաքվեարկություն, ու ասեմ, ստեղ սևը սպիտակով գրված է օրենքի մեջ, վերաքվեարկությունը պետք է լինի, բայց թույլ տվեք, անեմ այն կանխատեսումը նաև ձեր ներկայությամբ, որը արել եմ հենց համապատասխան նիստերի դահլիճում, իրենք դա չեն անելու, իրենք վերաքվեարկություն չեն անելու, վերաքվեարկություն անելու համար պետք է լինի անկախ այդ մարմինը։ Այս օրերի ընթացքում բազմաթիվ կարծիքները ներկայացվել են, նույնիսկ դատական ակտ կա, որ ասում է պետք է անեն վերաքվեարկություն։ Ես չեմ հավատում, որ իրենք դա անելու են։ Իհարկե, մի ժամ սպասենք ժողովուրդ ջան, կարծում եմ այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշումը իրենց կայացնեն։ Եթե Հայաստանի Հանրապետությունում այսպես օրենքի տրամաբանությունը գործում է, վերաքվեարկությունը պետք է լինի։ Բայց քանի որ այդ վերաքվեարկությունը իրենց համար ցանկալի չէ, իսկ մենք հասկանում ենք, որ Հայաստանում այս ապօրինությունների մասշտաբը, ժողովրդավարության սկզբունքի նսեմացումը գնալով ավելի մեծ մասշտաբ է ստանում, այդ կանխատեսումը կատարել եմ։ Թող ես սխալված լինեմ։ Ամենայն ազնվությամբ, թող ես սխալվածը լինեմ։ Միաժամանակ ժողովուրդ ջան, շատ կարևոր մի արձանագրում։ Նախորդ ընտրությունների պայմաններում ես չեմ հիշում, որ հանրությունը իր վերաբերմունքը, այդ թվում նաև հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ արտահայտի։ Ապրեք դուք ժողովուրդ ջան։ Ընթացքում արդեն էլի զարգացումների մասին ձեզ տեղյակ կպահենք։ Մենք ստեղ ենք։ Կարծում եմ մի հետ։ 79,125 ազնագիր չի աշխատել, դրա տվյալները մուտք են արել։ Պաշտոնական տվյալ է, հենց կենտրոնական ընտրական անձնաժողովի կողմից հրապարակած։ Դուք պատկերացրեք, ստացվում է շուրջ 100,000 ձայնի տեսանկյունից, այդ խնդիրը կա։ Այդ խնդիրը կա։ Այսինքն անձնագիրը ինչի պետքա չաշխատի։ Կամ մենք ստացվում է ունենք 17,000-ին հասնող զինվորականների քվեարկության գործընթաց, որի հանդեպ կա 0 վերահսկողություն։ 0։ Չգիտենք որտեղ են իրենք գալիս ընտրելու։ Որևէ վերահսկողական այդ մեխանիզմը չի գործում։ Հիմա այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր։ Ինչպես է այդ քվեարկությունը կազմակերպվում։ Ինչպես են իրենց տվյալները գնահատվում եւ վերահսկողությունը իրականացվում։ Իսկ չաշխատող անձնագրերի հետ կապված մի տեխնիկական իրավիճակ նկարագրեմ։ Անձնագիրը անձը ներկայացնում։ Այն սարքի միջոցով վերիֆիկացում չի անցնում։ Մասնագետը պետք է լրացնի տվյալները։ Մասնագետը ինչ տվյալներ է լրացնում։ Ես չգիտեմ։ Պատշաճ է լրացնում, թե ոչ պատշաճ։ Չգիտեմ։ Բայց լրացրել է։ Առնվազն 79,000-ից ավելի նման դեպք արձանագրված է, որ անձնագիրը տալիս են, անձնագիրը չի աշխատում։ Մի հանգամանք եմ, ուզում նշել։ Բոլոր խնդիրները, որոնք եղել են, նույն զինծառայողների քվեարկության հետ կապված այն տեսանյութը, որը բոլորը տեսել են, դա ունի մեկ պատասխանատու, թե ինչի դա պետք է չլիներ։ Դա կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Այսինքն իրենք ստեղծում են խնդիր, որ հետագայում հերոսաբար այն լուծեն։ Սա չի ընտրական գործընթացը։ Խնդիր, որ հետո հերոսաբար փորձեր լուծել, հետո ասել Նիկոլը ժողովրդավար չի չեղավ։ Նոր եք իմանում, որ Նիկոլը ժողովրդավար չի։ Այսինքն խնդիրները չարձանագրենք, Անի ջան։ Եթե խնդիրները այնպիսինն են, եթե դուք պատկերացնեք հետևյալ կերպ, եթե այդ խնդիրների մի մասը մեր կողմից, մեր գործընկերների, մեր վստահված անձանց, դիտորդների
կողմից չարձանագրվեր, հիմա այսօր ոչ թե 40 էջից բաղկացած դիմում էր ներկայացված լինելու անվավեր ճանաչելու վերաբերյալ, կամ Տիկին Մելոյանը ոչ թե, չգիտեմ, 50-ից ավելի խախտումներն էր այսպես սելեկտիվ ուղղակի ներկայացնելու, այլ կլիներ 1000-ը։ Հիմա այդ իրավիճակում էլ Անի ջան, խնդրում եմ արձանագրենք մի բան, օրվա իշխանությունները չնայած հակաժողովրդական, վարչական ռեսուրսի ծայրահեղ չարաշահման, բազմաթիվ ռեպրեսիաների եւ ապօրինությունների չեն հաղթել այս ընտրություններում։ Իրենք եւս չեն հաղթել։ Եվ պարոն Կարապետյանը նաեւ ասաց, որ պարտվել է հայ ժողովուրդը։ Իսկ հայ ժողովրդի հաղթանակը ի վերջո լինելու է։ Մեր կողմից նաև, հենց պարոն Կարապետյանը արձանագրեց դա, մենք նաև ներկայացնելու ենք դիրքորոշում, նույն սահմանադրական դատարանում քննության ենթակա հարցը, նույն երկրորդ փուլի։ Իդեպ պարոն Կարապետյանը շատ լավ բանաձև էր առաջարկել։ Այդքան վստահ են իրենց ուժերի վրա, բայց ինչն է խնդիրը։ Ինչևէ, գործընկերներ, ցավով եմ ասում, բայց սա մի բավականին տհաճ process է, բայց սա մյուս կողմից կարծում եմ նաև մեր հանրության համար անհրաժեշտ գործընթաց։ Այն նույն հանրության, որին վախեցնում, ահաբեկում էին նրանով, որ սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե մի ուժ սահմանադրական մեծամասնություն չստանա, հետագայում շատ արագ ասեցին, որ էլ այդ խնդիրը չկա։ Սա է իրավիճակը, բայց սրանք բոլորը հաղթահարվող են։ Պարոն Վարդանյան, ենթադրենք սահմանադրական դատարանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հանդիպությունից դիմումները եւ այլն չընդունեց, ի վերջո մնաց այն, ինչ այսօր հրապարակել է, վերջնական արդյունքները ինչ է անում։ Ես առաջարկում եմ յուրաքանչյուր դեպքում հարցերին մոտենալ ըստ դրանց գործողության։ Պայմանական եմ ասում, 2026 թվականի հունիսի 13-ին, երբ հրապարակվեց վարչական դատարանի վճիռը, այն անկանխատեսելի է շատ շատերի համար, շատ շատերի։ Բայց եղավ այդ վճիռը, որտեղ ուղիղ արձանագրվել է, որ պետք է լինի վերաքվեարկություն։ Հարցնեիք մեր հայրենակիցներից հազարներին, կասեին չէր լինելու նման բան։ Եղավ վարչական դատարանի այդ վճիռը։ ԿՀ-ն կկարողանա վարչական դատարանի վճիռ խախտողի պիտակն էլ ստանա։ Տեսնենք։ Ըստ դրա էլ գնահատականը կտանք։